Խաղաղ մանկություն ունենան մեր երեխեքը եւ ապագան։ Քաղաքացիական պայմանագրի նախընտրական ցուցակի առաջին տասնյակից դուրս մնացած Ալեն Սիմոնյանը համոզում է վաղարշապատցի կնոջը քվեն տալ ՔՊ-ին, չի համոզվում կինը։ Բայց ես չեմ ընտրելու։ Ում եմ ընտրելու։ Չգիտեմ ում եմ ընտրելու, դեռ քետնացի չեմ մտնում։ ՔՊ-ն Փաշինյանի գլխավորությամբ շրջում է Հայաստանի հոգևոր մայրաքաղաքում, շփվում համակիրների հետ։ Փաշինյանի քարոզչախմբին բողոքի ձայներ են հասնում հեռվից։ Սա երեխուս գլուխը կերավ, այսօր այդ համ Իրանան, դրեմ ինչի համար 5000 երեխու գլուխ կերավ, իմ մինուճար բալի գլուխ ինքը կերել է, իմ մինուճար բալի, այսօր եկել են քաղաքի մեջը ֆռում է։ Մեծամորում էլ հարց չի անցնում քարոզչությունը պիկապի վրա։ Մինչ Փաշինյանը վստահեցնում է, որ խաղաղություն է բերել Հայաստան, Ազատի զինվորական կացարանի ողբերգական հրդեհում զոհված Հայկ Կիրակոսյանի մայրը Արմինե Աղախանյանը զայրացած ասում է. «Ինչու տարաք մեր 15 երեխեքին վառեցիք»։ Դուք տարած մեր երեխեքի վարիք, ողի տարած մերիք դենիքի վարաչը, իմ երեխեն ատոմնի սիրում էր, ոտվի արի, ես նոխում եմ կեզնից, դուք իմ երեխեն դոշ տված, դպրոցի մոտից եք գնացեք, դպրոցի մոտից իմ երեխեն, ձեզ, ես էլ եմ ընտրել, դու անգամ ձեզ եմ ընտրել, բայց անիծում եմ են օրը, որ ես ձեզ ընտրել, որտեղ դուք իմ երեխի մահվան պատճառը դարանք, դուք սպանիք է 15 երեխուն ու այսօր եկել եք, ասում եք թոշակ բարձրի մանկապարտեզ զարկի, դպրոց զարկի, ինչի համար եք դպրոց զարկը, որ թուրքերը գալ լծվեն, դրա համար, ես չեմ ուզում իմ քյորբա երեխեն թուրքի բաժին դառնա, ես չեմ ուզում, որ իմ երեխեն թուրքերի հետ ամուսնանա, չեմ ուզում։ Արմավիրի մարզում եւս Փաշինյանը քաղաքացիներին հավատացնում է, թե միֆ է 300,000 ադրբեջանցիների Հայաստան գալու ծրագիրը։ Դե ընտրություններում քաղաքացիական պայմանագիր կուսակցության հաղթանակի եւ Փաշինյանի վարչապետ վերընտրվելու դեպքում 300,000 ադրբեջանցի վերադառնալու է Հայաստան։ Ես շատ կարևոր է հասկանալ, թե ինչ են անում դրանք։ Ուրեմն մեր օրակարգում Ադրբեջանի հետ հարաբերությունների եւ ընդհանրապես մեր միջազգային օրակարգում, Հայաստանի օրակարգում նման հարց երբեք չի եղել։ Ու չնայած ադրբեջանագետների պնդումներին, որ Բաքուն առաջ է մղում արևմտյան Ադրբեջան թեզը, ՔՊ ղեկավարը վստահեցնում է, թե օրակարգում ադրբեջանցիների վերադարձի հարց չկա։ Այդ ընդդիմությունն է իր բառերով շպիոնոնիկի նման ուզում Հայաստանի ուրախությունը ոչնչացնել։ Ես որ նրանք ասում եմ շպիոնոնիկի նման, նրանք ուզում են Հայաստանի ուրախությունը ոչնչացնեն, նրանք ուզում են Հայաստանի խաղաղությունը կոտրեն։ Նրանք մեզ մեղադրում են, թե մենք իբր մտադրություններ ունենք ադրբեջանցի վերադարձնելու։ Ահա, արևն էլ բացվեց։ Քարոզարշավի 8-րդ օրը փառաքարն է եղել ՔՊ քարոզարշավի առաջին կանգառը։ Հələ քաղաքական process-ը պետք է արթնանա, միատ կապերով արթնացնենք քաղաքական process-ը։ Փառաքարցիներին արթնացնելուց հետո նրանց առաջարկել է մոտ կանգնել դինամիկներին, Եկեք անցեք Ժորժ ջան, եկեք անցեք։ որ լավ լսեն իրեն։ Ժորժ ջան, եկեք հրապարակը այս կողմն է։ Ձայներն էլ, դինամիկներն էլ այս կողմը։ Խնդրում եմ եկեք այս կողմ։ Տիմ ընտրություններում ՔՊ-ին հաղթած, հետո սպանված համայնքապետ Վոլոդիա Գրիգորյանի քրեական գործին է անդրադարձել Փաշինյանը։ Հայաստանի Հանրապետության մասին Բոլոր մեղավորները պետք է բացահայտվեն, արժանանան համապատասխան պատասխանատվության, վստահեցրել է ՔՊ ղեկավարը։ Եվ տարընթերցումների տեղ չտվող դիրքորոշումներով պետք է բացառվի։ Հետո նորից կարևորել է իր բնորոշմամբ խաղաղությունը, պատմել է, որ 2 ամիս առաջ սկսելով ճամփորդությունը ուրախ ավտոբուսով եկել հասել է ուրախ Հայաստան։ Հայ ժողովուրդը այլևս դարդոտվածության պրոցեսից դուրս է եկել, փառաքարցիների առաջ համոզմունք է հայտնել Փաշինյանը։ Եվ այդ ուրախ ավտոբուսով ճամփորդելով արձանագրում ենք, որ եկել հասել ենք ուրախ Հայաստան, եւ դա ամենակարևոր եւ դարամակազմիկ փոփոխությունն է, որ մեր իրականության մեջ տեղի է ունեցել։ Իդեպ ՔՊ ղեկավարին փառաքարում դիմավորել է նախկին համայնքապետ Լյուդվիգ Գյուլնազարյանը։ Գործող համայնքապետ Ունիկ Ախվերդյանը դիմավորողների մեջ չի եղել։ Ըստ ՔՊ-ականների առողջական խնդիրների պատճառով։
ուզում է նկարվի, եթե հանկարծ ուզում եք նկարվեք, մոտենալիս հեռախոսների օբյեկտիվները բացած, պատրաստված, որ չկացնել մնա մի հատ մենակ։ Չնայած Փաշինյանը խիստ դատապարտել էր դպրոցականների մասնակցությունը իր քարոզարշավին, հրահանգել գործից հանել այն տնօրեններին, որոնք աշակերտներին տարել էին ապարանի իր հավաքին, այսօր էլ արմավիրում են դասի ժամին դպրոցականները հերթ կանգնել ՔՊ քարոզչական բուկլետ ու թխվածքաբլիթ ստանալու համար։ Միանգամից դասի, արագ, վազելով։ Միանգամից դասի։ Եկեք։ Միանգամից դասի։ Կարատեի մի չեմպիոն տղա էլ Փաշինյանին ասել է՝ ուժեղ Հայաստան է ուզում։ Ինչա պետք է անի։ Ուղղակի ուժեղ Հայաստան։ Կանե Մանգասարյան, Էլեն Յահինյան, Հայլուր։